Այսօր հետվճարը ամսական կարող լինի 6000 դրամ։ Հիմա նախ ասեմ, մոտ կեսն է օգտվում։ Թոշակառուների եւ նպաստառուների կեսն է օգտվում։ Լավագույն դեպքում։ Այո, այդ ուրեմն հետվճարից։ Այդ կեսն էլ այդ գումարի իր թոշակի մի հիմնական մասը առնվազն 1/3-ը չի կարող հետվճար ստանալ ծախսից, որովհետեւ կոմունալ վճարները, գազը, էլեկտրաէներգիայի վճարը, ջրի վարձավճարը, այս բոլորի համար հետվճար չկա։ Երբ որ վճարում ես անկանխիկ գազի համար, էլեկտրաէներգիայի համար, ջրի համար, հետվճար չկա։ Նույնիսկ եկեք պատկերացնենք մի պահ, որ այդ 6000-ը դառնում է իրանց խոստացած 10000, 4000 դրամով աճում։ Միջին թոշակը հիմա 50000 դրամ է։ Ենթադրենք 50000 դրամը մոտավորապես դարձավ պայմանական, ասենք 55000 դրամ։ Լավ, աճեց, այդ հետ վճարով իբրև թե աճեց։ Ընդունենք, որ 300000 մարդ չի օգտվում, բոլոր 6-700,000-ն էլ օգտվում են։ 55000 միջին կենսաթոշակ։ Դուք խոստացել էիք, որ միջին կենսաթոշակը պետք է այսօրվա դրությամբ առնվազն դարձնի 26 թվին գոնե 82000 դրամ։ 55000, 82000։ Գներն էլ աճում են 26 թվին։